Սիրելիներ, բարի լույս։ Դուրը փակեմ ու անցնենք զրույցի։ Բարի խաղաղ ու պայծառ արևոտ օր բոլորիս, սիրելիներս, բարեկամներս ու հարազատներս, սրանք հենց այնպես ասված խոսքեր չեն, սրանք իմ սրտից բխված խոսքեր են, եղել են, կան ու կլինեն, այսօր վկա, կրկին անգամ համոզվեցի, որ այո, դուք իմ լավն եք ուզում, դուք իմ օգնականներն եք, ինչու չէ նաև խորհրդատուներն եք ու իմ լավը կամեցողներն եք, ինչի համար առավոտ բարի լույսով ես որպես հայ կին, որպես հայ մայր, որպես սովորական մի քրիստոնյա մարդ, Աստծու են ամենայն օրհնանքները ուզում եմ հղեմ ձեզ, օրհնվեք դուք, այնքան եմ հուզվում, չգիտեմ, կյանքում միշտ հաջողակ ու լավը լնեք, ձեր լավ ու բարի մարդ տեսակով, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն իրիկունը շատ ուշենք քնել, հյուրեր ունեի, դրա համար ընքաննալվացել եմ թողել ու դեռ չեմ էլ տեղավորել, սիրելիներս։ Ինչի մասին եմ ուզում խոսեմ, չէի խոսելու ընդհանրապես, որովհետև ինչը որ ուզում եմ ասեմ, դրա համար ժամանակ է պետք, բայց տեսնելով ձեր ակտիվ գրառումները, այն որ քիչ ամնում էկրանից են կողմ գաք ինձ ասեք, այ աղջիկ ջան, ու սենց բաներ, էլ ստացել եմ անձնական նամակներ, էլ ստացել եմ անթիվ անհամար գրառումներ եմ ստացել, խոսքը խոհանոցի կահույքի մասին է, որ դուք այդքան, ես չգիտեմ թե ինչքան, ակտիվ քննարկել եք սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ուզում եմ ավելի պարզ ասեմ, տեղադրեցի Սամսոնի ծննդյան տորթը շորթ վիդեոյի տեսակով, ես չգիտեմ մի 100 քանի գրառում տենց եք գրել, տեղադրել եմ 3 ուրեմն Անահիտ խոհանոց էջում առաջին պատրաստած մի րոպե, ոնց եմ վերնագրել ուզում եմ հիշեմ, առաջին համեղությունը իմ նոր խոհանոցից 174 գրառում եմ ստացել ու ինձ թվում է բոլորդ էլ գիտեք, որ ինչ տիպի գրառումներ են դրանք, այսով է գրել ձմեռը պատուհան եք բացելու, իհարկե բացելու եմ, բա դուք ձմեռը պատուհան չեք բացում ժողովուրդ, սեփական տունը ինչ կապ ունի, ոնց չունի, սեփական տունը լինի, սեփական տան դուռ ու ներսանելը շատ է, կվարձիրի պես քիպլիկ հավաք չի, շատ քննարկել եք, եկեք հենց տեղից էլ սկսեմ սիրելի հետևորդներ ջան, հարազատներ ու բարեկամներ ջան, այնքան եմ ես շնորհակալ ձեզանից, այնքան եմ լցված բարի էմոցիաներով ձեզանից, այնքան եմ շոյված ու երջանկացած ձեզանից, որ չափ չկա, սահման չկա, այ հենց սրա համար եմ ասում, դուք իմ բարեկամներն ու հարազատներն եք, կապ չունի, որ մենք արյունակիցներ չենք, կապ չունի, որ մենք իրար դեմ առ դեմ չենք ճանաչում, բայց սիրելի հետևորդներ ջան, փաստորեն լավ էլ իրար ճանաչում ենք, լավ էլ իրար հետ առնչվում ենք, սիրելիներ ջան, իմ այս 6 տարվա online հարթակում աշխատելը փաստորեն հենց այնպես չէր,
զուտ դատարկ գործողություններ չէին, դատարկ ժամանակ անցկացնելու վայր չէր իմես մեծ լսարանը, որ հավաքվեց տարիների ընթացքում։ Ճիշտ է, համարյա թե 2 տարի, տարիուկես 2, ես իմ խոհանոցային էջը թողեցի լրիվ բարձի թողի վիճակում, էջիս ակտիվությունը կանգնեց, հիմա փորձում եմ նորից վերականգնեմ, բայց էդ ու գյորա ասած մեր լոռեցիներին, այնքան շնորհակալ եմ ձեզ, այնքան ուրախ ու երջանկացած եմ ձեր գրառումներից, որ խոսքերս ու բառերս երբևիցե չեն հերիքում, քննադատական ոչ մի գրառում չեմ ստացել, բոլորդ նրբանկատորեն, զգուշորեն, հեռվից գալով փորձել եք ինձ հասկացնել, որ այդքան օթորակիչի համար չեք գրել ինձ, ինչքան այս հատվածի համար եք գրել ինձ։ Սիրելի հետևորդներ ջան, նախկինում կհիշեք, որ մեր գազի ու սառնանի արանքում պենալ ունեինք դրած ու փաստորեն դա ճիշտ էր։ Ես որոշեցի դա հանեմ, դա իմ սխալն էր։ Այստեղ Էրեգնիկայի հետ ահագին զրուցել ենք, ասма նայում ես, ես թողեցի, որ քո ուզելով լնի ու լրիվ սխալվեց, ես որ ասում էի, այդ արանքում ինչ-որ մի բան դնենք ու տենց կիսատ ինքը թողելա գնացել։ Վերջնական տեսքը որոշել եմ ես, դե գործողություն անողն էլ արելա վարպետը, որ հավաքելա, գծագրելա ու հին ու նոր են կարել այսպես ասած, կահույքս ամբողջությամբ չեն փոխել, որովհետև այսօր ամբողջությամբ կահույք փոխելը գլորիկ թվերի հետ է կապված, որն էլ այս պահին իմ գրպանում պատրաստ դրած չկար, ես չեմ ամաչում դրանից, որովհետև գործը գործի հետևից, ռեմոնտը ռեմոնտի հետևից, իսկ այսօր Հայաստանում ֆինանսական շուկայում արժեզրկված են բոլոր փողը, դրամները, բացառությամբ մեր հայկական դրամը։ Դրա համար այս խառն իրավիճակում մարդ եթե որոշի մեր նման գործ անի, լիքը բաներից հետ կընկնի։ Այս փորձում եմ մանրամասնեմ զուտ որպես մի հավաքված, այսենց մեծացած ընտանիքի հետ իմ զրույցն եմ անում, որովհետև հենց դուք ինձ ստիպեցիք, որ այսքան մանրամասնեմ։ Մի մասը հին ու նոր անելով պատմել եմ խոհանոցային այս կահույքի վլոգը, եթե տեսել եք, որ փոխել եմ դռները, ոչ մի սենց բան չեմ ավելացրել, ընդամենը լվացարանն եմ փոխել, մնացածը իմ հին կահույքն է, դռները փոխած, սիրելի հետևորդներ ջան, ճիշտակողքի շատ գեղեցիկ ու լավ անայվում, բայց այս ամենը եթե ես գնեի, լավ կլորիկ գումար կտայի, իսկ գոնե որ հին ու նոր ես անում, ոնց որ գումարդ կիսվում է։ Ու երբ որ ես վարպետին հարցրեցի, ասեցի, բա սառնանս չի փչանա գազի կողքին, զուտ պարզ պատճառով, որ մի հատ դուխովկա միացնեմ, շարքից դուրս կգա, ինքը ինձ բացատրեց, որ շատ տներում են տենց դնում, սառնանի մեջ ճիշտ է դրսից կարա տաքանա, բայց ներսում չգիտեմ ինչ նյութեր կա, որ չի թողա սառնանը շարքից դուրս գա։ Երբ որ ես տեսա ձեր այսքան գրառումները, մեծերն ասում են պառավը գիտուն չի լնում, գլխովն անցած ալնում, ես վերցրեցի ձեր խորհուրդը ու շատ անհանգստացա։ Երեք ասեցի փորձեմ թխեմ էկլերի ջերմաստիճանը, գիտենք ինչքանում ենք թողում, որ ինքը թխվի, մի խոսքով, ու անընդհատ ստուգում էի, այո, ես հասկացա, որ կփչացնեմ իմ այս գեղեցիկ տան մթնոլորտը, քանի որ սառնանս եմ նոր գնել, տեսել եք ամուսինս եկավ գնեց, ու եթե ես փչացնեմ, ես չեմ ների ինձ, որովհետև անգիտակից մարդը չէ կարա նորաբրանքը փչացնի։ Ինչևէ, երբ որ էկլեր էի թխում, շատ անհանգիստ էի, գնում էի, գալիս էի, ձեռով շոշափում էի, վայ տենաս ոնց կլինի, վայ տենաս ինչ կլինի,
Եվ այո, դուք շատ ճիշտ եք, շատ շնորհակալ եմ, որ ինձ այդքան ակտիվ, չափից շատ ակտիվ դուք ինձ հուշեցիք, շատ, չափից շատ շնորհակալ եմ։ Ուրեմն խոհանոցային էջումս 174 գրառում ունեմ, Անահիտ Ալեքս էջում, այստեղ էսա մի րոպե, էլի նորից, երբ որ նկարահանեցի, այստեղ մի գրառում, մի անգամից Հեղինե Պետրոսյան, իր գրառումը հավաքել է 108 լայք, այսինքն դա ինչ է նշանակում, 108 մարդ, 108 իմ բարին կամեցող համաձայնել է այս կնոջ գրառման հետ, Սառնարանի տեղը հրատապ փոխել է պետք, դեռ չօգտագործած արդեն յուղի հետքեր կան Սառնարանի վրա, երեխեք ջան, ձեր ցավը տանեմ, այս դրանք յուղի հետքեր չեն, սրանք չգիտեմ ինչա, որ չի մաքրվում, Սառնարանը հանեք, գազը պատին մոտեցրեք, հուսով եմ պատերը մեծ լախ է տանկյունի, իսկ աշխատակային սեղանն ավելացրեք, մարդը խելքին մոտ բան է ասում, այդ մեծ խոհանոցում ոնց էր հնարավոր այս կարգի սխալ դասավորություն, զարմանալի է, ես մարդկայնորեն ափսոսում եմ ձեր տանջանքը, տեսեք ինչ շնորհքով է այս մարդը գրել, ովքեր պետք է ինձ պատասխանեն, թե նախանձում եմ կամ չգիտեմ ինչ, թող անտեղի չխոսան, էլի ճիշտ է ասում այս մարդը, ճիշտը մնում է ճիշտ, այո, ճիշտը մնում է ճիշտ, սա ճաշակի խնդիր չի, այլ ֆունկցիոնալության, դրա համար եմ գրում, քանի Սառնարանը ողջ ու առողջ է, նման դասավորությամբ իմ ծանոթները մի տարի անց Bosch ֆիրմայի ընտիր Սառնարանը թափեցին, չէր դիմացել գազի ջերմաստիճանին, ես հոգաչափ շնորհակալ եմ և Հեղինե Պետրոսյանին և բոլոր են մարդկանց, ովքեր այսքան իրանց ժամանակը տրամադրեցին ինձ, գրեցին, որովհետև իմ ու իմ ընտանիքի լավն էին ցանկանում, այսօր հեշտ չի օնլայն հարթակում աշխատես, շատերի վիրավորանքը կուլ տաս, շատ բաների դեմ լռես, շատ, ոնց ասեմ էլի, չծավալվեմ, ու փորձես գումար վաստակես ու քո գումարն էլ ներդնես, քո ամուսնուն նեց ու կլնես ու քո տանը մի բան էլ ավելացնես, այո, շնորհակալ եմ ես ձեզ, երբ որ սկսեցիք գրել, ես այդ պահից սկսած, սենց գլուխս ոնց որ խառնվեց, որ ինչ անեմ, որ ճիշտ լինի, հիմա որ նայում եմ, երեք Նիկայի հետ խոսում եմ, Նիկան էլի ճիշտ է, ես սխալ, ինչ էի ասում Նիկային, ասում էի, որ այս սատանեմ գազի տեղը, այստեղ այս մասում սեղանը կտրվի, բայց կփչանա, Նիկան ես դեռ չէի պատկերացրել ինչ եմ ասում, Նիկան մի անգամից ասավ, տենց բան հնարավոր չի, հիմա երկրորդ տարբերակը, փաստորեն նույնն էր, հետո ասում էի սատանեմ այս նեղ շկաֆը, սատանեմ գազի տեղը, գազը բերեմ, էդ էլ տեսեք ճիշտ էր ասում, վերևը բաքսի, ոնց կլինի տենց բան, որ տարբերակը մնաց, սիրելի հետևորդներ ջան, որ այս գազը գազտեղ, ստեղ լինի, համ վիծիշկին մոտ լինի, համ էլ, չգիտեմ, ճիշտ լինի, ուրիշ տարբերակ չի կարա լինի, ուրիշ տարբերակ չկա, կամ պետք է Սառնարանը հանենք այդ արանքից ու գազը գնա դեպի են կողմ, էդ էլ լավ տարբերակ, բայց ստացվում է, որ Սառնարանի տեղ չունեմ, Սառնարանս էլ գնա այնտեղ, էդ էլ Նիկան չի ուզում, Սառնարանը ճիշտ իր տեղում կանգնած է ու փոխել պետք չի, հիմա ոնց են ասում, էլ գլուխս չի աշխատում, որովհետև առաջի հայացքից նայում եք խոհանոցը մեծա չէ, բայց այս տարածքը այն չի էլի, որ սենց հավաքվի ու պտտվի ու դրա համար, սիրելիներ ջան, ես ընկնում եմ սենց շփոթությունների մեջ
ու կոպիտ ասած լացս գալիս է, որովհետև 1000-ից մի անգամ ուզեցա, որ ունենամ այս ձևի հավաք, քիփլիկ, ակուրատնի շնորհքով խոհանոց, էլի եմ ունենալու, խնդիրը դա չի, բայց վարպետին կանչել եմ, ինքը ասեց, որ կգա, ուղղակի դե մինչև Նիկայի հետ չխորհրդակցեի, ես ոնց կանչեի իրան, առավոտ Զարթնելն ու վարպետին զանգելը մեկ եմ արել, հետո նոր ուրիշ գործեր եմ արել, մի խոսքով Ալեքսին եմ ճանապարհել, տեղ էին գնամ։ Հիմա սպասում եմ շատ լավ կլներ, որ այս մեքենայի տեղը դրվեր, սիրելի հետևորդներ ջան, կամ գիտեք ինչ կարելի է անել, էս էլ նոր պայմից հասավ, այստեղ տեսեք մեքենայի են արանքը ու այս կողքի շկաֆս, այս շկաֆը կարելի է հանել, սա էլ են կողմ դնել ու մեքենան ու գազը խոսքի օրինակ սենց լինի, չգիտեմ, էսա որ գա կհասկանամ, թե ոնց անենք, որ ճիշտ անենք, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում շնորհակալ եմ շատ, ես ուզեցա այս տեսանյութը այսքանով, հենց այս ձևով տեղադրեմ էլի, որ մի հատ դուք էլ տեսնեք, դուք էլ ձեզ լավ զգաք, որ այո, ես ցանկացած գրագետ խորհուրդ վերցնում եմ, իսկ այն որ տալիս եք երբեմն ճակերտավոր խորհուրդներ, դրանք ինձ պետք չեմ ուզում, չեմ էլ պատրաստվում։ Այնպես որ շնորհակալ եմ շատ, Աստված առատապես օրհնի ձեզ, ես չգիտեմ ինչքան որ իմ սրտում լավ բան կա, բոլորը ձեզ, ապրեք դուք, ապրեք որ իմ կողքին եք, ապրեք որ դուք իմ լավն եք ցանկանում, Աստված առատապես օրհնի ձեզ, ինչ ասեմ, լավ եղեք, առողջ եղեք, իսկ հիմա արդեն երևի ժամը 10-ն է, հա, տեսեք 10:03 է, ես արդեն կամաց կսկսեմ իմ օրվա վլոգը նկարահանել, համել շատ շարվեշարան գործեր ունեմ, որ պետքա ավարտին հասցնեմ, ձեզ ասում եմ առայժմ կհանդիպենք օրվա վլոգում, պակա, պակա։